Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 21-ն է։ Այսօր Հայաստանից նույնպես շատ հարցեր չունենք քննարկելու համար է Հայաստանում կամ երկու կարևոր հարց։ Կքննարկենք թե ինչպես Գագիկ Ծառուկյանին տեղափոխեցին հնչական մարմին, այնտեղ նաև իր կողմնակիցները հավաքվել էին, Արադ ցեմենտից հետաքրքիր տեղեկություն կա, Գևորգ Պապոյանն է հանդես եկել հայտարարությամբ, Արադ ցեմենտը փաստացի անցնում է Հայաստանի կառավարությանը, շատ կարևոր տեղեկություն է, ծիրանների արտահանման մասով կա նույնպես տեղեկություն, թե որքան տոն ծիրան է արտահանել Հայաստանը հունիսի 1-ից հուլիսի 19-ը եւ մնացած հարցերը արդեն վերաբերվում են Իրանին, Ուկրաինային։ Միանգամից ասեմ, Ուկրաինայի մասով այդքան չէ, բայց Իրանի մասով շատ հետաքրքիր տեղեկություններ ունենք։ Իրոք այնպիսի տեղեկություններ, որոնք որ փոխում են մեր պատկերացումը այն իրավիճակի մասին, որը կա հիմա Մերձավոր Արևելքում։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, բայց այս պատերազմը տարբերվում է նախորդ պատերազմից եւ արդեն կարող են ցամաքային գործողություններ տեղի ունենան, արդեն իսկ կան որոշակի գործողություններ, Իրանը մտել էր Իրաք, մի խոսքով բավականին բարդ իրավիճակ է, ոչ միայն Իրաք, հիմա նաեւ այլ ցամաքային գործողությունների է պատրաստվում, հետաքրքիր ծրագրեր ունի։ Երբ որ ասում եմ հետաքրքիր, ասում եք փոխարինիր այդ խոսքը ուրիշ խոսքով, տեսել եմ մեկնաբանությունների մեջ, հետաքրքիր ասելով, հետաքրքիրը կոնկրետ նկատի ունեմ, քանի որ ծրագրերը, գործողությունները իրենք իրենցով հետաքրքիր են, չեմ ասում դաժան չեն, չեմ ասում պատերազմ չէ, չեմ ասում լավ է, բայց ծրագրեր են ռազմական գործողությունների, դրա համար ասում եմ հետաքրքիր ծրագրեր ունի Իրանը։ Դաժան, բայց հետաքրքիր եւ պատրաստում է ցամաքային գործողության իր հարևաններից մեկի նկատմամբ, այդ մասին նույնպես կխոսենք այսօրվա հաղորդման մեջ, դե վերջում նաև կանդրադառնանք Ուկրաինային։ Լայքերը չմոռանաք, սիրելի հայրենակիցներ, եւ ահա սկսում ենք։ Ուրեմն Գևորգ Պապոյանի հայտարարությամբ հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանը արտահանել է 7600 տոննա ծիրան, շուրջ 380 մեծ բեռնատար մեքենա։ Եվ կարևոր է, որ Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարը պարզաբանում է միանգամից, որ Իսպանիա եւ Պորտուգալիա ծիրան չի արտահանվել։ Սա հատուկ է անում նա, որովհետեւ այն fake տեղեկությունները, թե իբր հայկական ծիրանը ճանապարհին փչացել էր, դա չի համապատասխանում իրականության։ Սա կարևոր տեղեկություն է եւ մենք պետք է շատ արագ անդրադառնանք այս հարցերին, քանի որ Ռուսաստանը էմբարգո հայտարարելով Հայաստանին, կարծում էր, թե հայկական ապրանքը ոչ ոք չի գնելու, հայկական ծիրանը Հայաստանում փչանալու է, բայց մենք տեսանք լրիվ հակառակ պատկերը, դրա համար թեւերը չափազանց կարևոր են, ասենք ու անցնենք առաջ։ Հաջորդ տեղեկությունը վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին։ Տեսակ ադրեր, թե ինչպես նրան տեղափոխեցին հնչական մարմին, իր կողմնակիցները նույնպես այնտեղ կային, անընդհատ ծիծաղում է, չեմ հասկանում ճիշտ ասած ինչից է ուրախանում Գագիկ Ծառուկյանը, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ Գևորգ Պապոյանը, էլի Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարը այսօր հայտարարեց, որ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արադ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իդեմս էկոնոմիկայի նախարարության եւ հուլիս ամսվա ընթացքում, այսինքն այս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի Արադ ցեմենտի կառավարիչը։ Դա շատ կարևոր ինֆորմացիա է եւ կրկին մեկ նախադասությամբ ասեմ, որ այն ինչի մասին մենք խոսում էինք, դա է փաստացի տեղի ունենում։ Երկարացնելու որևիցե իմաստ չեմ տեսնում, քանի որ դիմացը ունենք բավականին հետաքրքիր եւ կարևոր հաղորդում։ Անպայման բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ հետ ամեն օրվա ռեժիմով կարողանամ կիսվել կարևոր տեղեկությունների։ Եթե չեք բաժանորդագրվում, կարող եմ 2 օր կորցնել մեզ, բայց բաժանորդագրվելուց էլ անպայման է զանգակը, որպեսզի մեր յուրաքանչյուր հաղորդում դուք տեսնեք։ YouTube-յան ալգորիթմները
շատ տարօրինակ են։ Կարող է որոշեն այս հաղորդումը չպետք է ձեզ ցուցադրեն կամ հակառակ այսօր ցուցադրեն, վաղվա մեր հաղորդումը YouTube-յան ալգորիթմները որոշեն, որ կոնկրետ ձեզ չպետք է ցուցադրեն։ Դրա համար բաժանորդագրվելը կարևոր է, որ կոչ ենք անում, բաժանորդագրվեք եւ զանգակը դրեք։ Շարունակում ենք մեր հաղորդումը Իրանով։ Reuters-ի տեղեկությունների համաձայն բանակցություններ են հիմա տեղի ունենում։ Իրանը բանակցում է միջնորդների հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներն է բանակցում միջնորդների հետ, եւ միջնորդները առաջարկում են 10 օրյա հրադադար Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Իրականում հիմա այնպիսի իրավիճակ է Իրանի շուրջ, որը որ չես կարող անվանել ոչ պատերազմ, ոչ հրադադար, բայց տարբերությունը ինչու՞մ է, ասեմ, լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթանում, ինչպես որ 40 օրյա այդ պատերազմում էր, բայց թիրախային հարվածները շատ ավելի ցավոտ են երկու կողմերի համար։ Միացյալ Նահանգները արդեն, եթե չեմ սխալվում, 10-րդ հարվածի ալիքն է հասցրել Իրանին եւ մենք նախորդ հաղորդումների մեջ խոսում ենք, որ արդեն թիրախավորվել են կամուրջներ 3-4 օր անցավ։ Էլեկտրական համակարգն է մասամբ թիրախավորվել Իրանի, իսկ Իրանը թիրախավորում է այնպիսի օբյեկտները, որը որ չէր թիրախավորել այն 40 օրյա պատերազմի ընթացքում, ավելի լուրջ եւ կարեւոր թիրախներ է թիրախավորում եւ հարվածներ է հասցնում։ Ուղղակի ընդհանուր առմամբ ինտենսիվությունը այդ 40 օրերի շատ ավելի մեծ էր։ Այդտեղ կար նաեւ Իսրայելի գործոնը, Միացյալ Նահանգներն ավելի մեծ լայնածավալ գործողություններ էին իրականացնում, բայց այստեղ կողմերը անցնում են կարմիր գծերը։ Դրա համար շատ լուրջ ձևով տարբերվում է այսօրվա ռազմական գործողությունները, տարբերվում են նախորդ ռազմական գործողություններից։ Իրանը հաղորդեց, որ երկու նավերի ուղղությամբ հրթիռ է արձակել։ Փաստացի Reuters-ի տեղեկությունը հաստատեց։ Սա ցույց է տալիս այն, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները չեն աշխատում։ Միացյալ Նահանգները միայնակ դեռևս չի կարողանում ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Սա շատ կարևոր է, որ մենք ընդունենք, բայց նույն ժամանակ Միացյալ Նահանգները ահռելի մեծ ջանքեր գործադրում են այս ուղղությամբ եւ կան նաեւ բազմաթիվ նավեր, որոնք որ անցնում են Հորմուզի նեղուցով, բայց 100%-անոց անվտանգություն չկա։ Դա շատ կարևոր է հասկանանք, որպեսզի մենք կարողանանք անցնել առաջ։ Թրամփը նաև հայտարարել է, որ ամեն անգամ, երբ Իրանը սպանի Միացյալ Նահանգների զինվորականներին, ինքը հանձնարարել է Փիթեքսետին, որ նրանք կրկնակիով պետք է հատուցեն, ավելի շատ զոհեր պետք է ունենան իրանցիներ։ Այս հայտարարությունները չեն, որ ամենակարևորն են։ Այսօրվա մեր քննարկելիք թեման այն է, թե պատերազմը կարող է ծավալվել լրիվ այլ ուղղությամբ։ Հիմա տեղեկություն ենք ստանում այն մասին, որ Իրանը 3 օրյա համակային ռազմական գործողություններ է իրականացրել Իրաքում քրդերի դեմ ամենայն հավանականությամբ նշվում է, որ զինված խմբավորումների դեմ է եղել այդ գործողությունը եւ տվյալ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ոչնչացվել են տասնյակ զինվորականներ, ինչպես նաեւ զինվորական պահեստներ, զենքի պահեստներ։ Հավանաբար խոսքը քրդերի մասին է եւ հավանաբար այն քրդերն են, որոնց որ Թրամփը զենքեր տրամադրել այն նախորդ պատերազմի ժամանակ։ Ես գրեթե համոզված եմ, որ կոնկրետ քրդերի մասին է խոսքը։ Եվ շատ հետաքրքիր համընկնում ենք մենք տեսնում, հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, շնորհակալություն հայտնելով Թուրքիային եւ ասելով, որ Թուրքիան կանխեց փաստացի Իրանի փլուզումը, քանի որ Իրանը ուզում է им բզկտել տարբեր կողմերից եւ ծրագիր կար, որ Իրաքից Իրանի վրա պետք է հարձակվեին քրդերը եւ Թուրքիան կարողացավ կանխել այդ ծրագիրը։ Հիմա հասկանում եք, չէ՞, Թրամփը ինչ է շնորհակալություն հայտնում Էրդողանին եւ այդպես մեծ ողջավորությամբ գնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ասելով, որ մեզ չի գա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դա չլիներ Թուրքիայում, եթե դա կարևոր չլիներ Էրդողանի համար։ Այսինքն փաստացի Թրամփը շնորհակալություն է հայտնում
Էրդողանին նրա համար, որ ինքը թույլ չտվեց, որ քրդերը հարձակվեն Իրանի վրա, այդպես է դուրս գալիս։ Իշտե մեր շահերից էլ է բխում, որ Իրանը չմասնատվի եւ Իրանում քաղաքացիական պատերազմ չսկսվի, ուղղակի այս հայտարարությունների վրա հենվելով եւ Իրանի գործողությունների վրա նույնպես այս տեղեկությունների վրա գալիս է հստակ մի եզրահանգման, որ Թուրքիան լուրջ դերակատարություն է ունեցել նախորդ պատերազմի ընթացքում ի օգուտ Իրանի, բայց Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ շնորհակալություն են հայտնում Էրդողանին։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսօրվա հաղորդագրության մեջ նաև տեսնում ենք, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան 3 ռազմաբազա, իսկ Միացյալ Նահանգների ուժերը, ամերիկյան ուժերը, այսինքն հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային ռազմական կարողություններին, ԱԹՍ-ների արձակման հարթակներին եւ հոբ համակարգին։ Երեկոյան են տեղեկացանք, որ Իրանը հարձակվել է Հորդանանի վրա։ Այդ տեսանյութը նույնպես կար, այսինքն ամերիկյան ռազմաբազայի վրա։ Բայց սա էլ չէ ամենակարևորը։ Կարծում եմ ամենակարևոր տեղեկություններից մեկը այն է, որ Իրանը հրթիռներ է, բալիստիկ հրթիռներ է արձակել Amazon ընկերության ուղղությամբ, որը որ գտնվում է Բահրեյնում։ Նախկինում եթե նման քայլերի չէր դիմում Իրանը, չնայած մեկ անգամ նման փորձ եղել էր, բայց հիմա արդեն ավելի հստակ գործողությունների է դիմում Իրանը եւ հիմա հրթիռներ արձակել Amazon ընկերության վրա, որը որ գտնվում է Բահրեյնում։ Երեկ էլ մենք խոսում էինք այն մասին, որ արհեստական բանականության կենտրոնի է հարվածել Իրանը։ Դրանից բացի հետաքրքիր տեղեկություն ենք ստանում, հետաքրքիր է տեղեկություն, դրա համար եմ ասում հետաքրքիր, Իսրայելից, որ Նետանյահուն կարծում է, որ Իրանը իր ցենտրեֆուգները, որոնցով որ հարստացրել է Օրանը, տեղափոխել է շատ խորը պաշտպանված թունելներ։ Նա այդ մասին տեղեկացրել է Թրամփին, կոորդինատները արդեն ունեն իսրայելացիները եւ ամերիկացիները, եւ Թրամփն էլ հնարավոր է համարել այդ թունելներին հարված հասցնելը։ Բնականաբար այդտեղ ամենայն հավանականությամբ կպահանջվեն կրկին այն B կարգի ինքնաթիռները, որոնք որ շատ մեծ ռումբերով Միացյալ Նահանգները որ ունի, այդ ռումբերով հարված կհասցնեն հավանաբար այդ թունելներին։ Սա հետաքրքիր իրոք տեղեկություն է եւ Իսրայելի առաջին հարվածը Իսրայելից առաջին հարվածը Իրանին, ես կարծում եմ կարող եմ մենք սպասենք այդ թունելների ուղղությամբ։ Մեկ այլ հետաքրքիր եւ կարևոր տեղեկություն ստանում ենք նաեւ Իրանից կոնկրետ T-72 տանկերի տեղափոխման մասով։ Կա տեսանյութ, որտեղ որ հստակ պատկերված է, թե ինչպես Իրանը T-72 տանկերը տեղափոխում է իր արևմտյան սահման եւ կա հստակ կարծիք, որ Իրանը այդ տանկերով կարող է գրոհել Քուվեյթի վրա։ Ավելի կոնկրետ, այնտեղ կա մի կղզի, որը որ գտնվում է Քուվեյթի վերահսկողության տակ, Բուբիան կղզին, որտեղ որ ամերիկյան հրթիռային համակարգեր են տեղակայված եւ կա հստակ կարծիք, որ Իրանը իր T-72 տանկերը հիմա իր արևմտյան շրջանները ակտիվ տեղափոխում Քուվեյթի տիրապետության տակ գտնվող այդ կղզու վրա գրոհելու համար։ Մենք օր առաջ նաև տեսանք հայտարարություններ Իրանից, հատկապես падգամավորների, որ Իրանը կարող է նույնիսկ ցամաքային որոշ գործողություն նախաձեռնել, որպեսզի գերությամբ փորձի վերցնել ամերիկյան զինվորականների, բայց ես չեմ բացառում նաև այն, որ տանկերի տեղափոխումը կապված է նրա հետ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է գրոհել իրանական որոշ մի քանի կղզիների վրա, եւ ոչ միայն կղզիների վրա, այլ նաև կփորձի Միացյալ Նահանգները վերցնել Հորմուզի նեղուցի ափամերձ շրջանը իրանական հատվածում գտնվող վերցնել վերահսկողության տակ եւ հավանաբար տանկերի տեղափոխումը նաև դրա հետ է կապված։ Տեսնում եք ինչքան հետաքրքիր տեղեկություններ կան, բաժանորդագրվեք մեր ալիքին, ունենք էլի կարևոր տեղեկություններ, որոնցով որ ձեզ հետ կկիսվենք։
Եվ ահա այս ֆոնին Իրանից այնպիսի հայտարարություն ենք մենք տեսնում, որը որ չգիտեմ ինչպիսին անվանեմ, սա շատ լուրջ սարացման մասին է խոսում։ Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների ներկայացուցիչը, որը որ անընդհատ հայտարարություններով է հանդես գալիս, Իբրահիմ Զոլֆակարին հայտարարել է, որ ինչպես որ դուք ոչնչացրիք ձեր հարվածներով մեր իսլամական հեղափոխության առաջնորդներին, պատրաստ եղեք, որ նմանատիպ հարվածներ հասցնելու ենք ձեզ այն երկրներին, որոնք որ աջակցել են այն երկրներին եւ այն ղեկավարներին, որոնք որ աջակցել են տվյալ գործողությունները ընդդեմ Իրանի ղեկավարության։ Մոտավորապես ահա այս ձևի տեքստ է արտասանել Իբրահիմ Զոլֆակարին։ Ու եթե դա այդպես է, մենք միասին ընդհանրապես կարող ենք ենթադրել, թե ում հասցեին են ուղղված այդ սպառնալիքները։ Ես կարծես համոզված եմ, որ մի քանի երկրի, կոնկրետ Պարսից ծոցի երկրների մասին է խոսքը, որոնցից մի քանիսը ամենասկզբում նախորդ դեռ պատերազմի ասում էին, որ շատ լուրջ ձևով ներքին կարգով ներգրավված են եղել եւ փորձել են նույնիսկ համոզել Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել ընդդեմ Իրանի։ Հավանաբար այդ երկրների մասին է խոսքը եւ այդ երկրների ղեկավարների մասին է խոսքը։ Եվ դուք պատկերացրեք միայն, թե ինչ աստիճանի է հասնում ահա այս պատերազմը։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, ինչի մասին մենք խոսելու ենք։ Հութիները, որոնք որ դաշնակիցն են Իրանի, ինքան այն հութիները, որոնք որ գրավել են Եմենի մի մասը եւ հաստատի իրանական պրոքսի ուժեր են, հիմա լուրջ խնդիրներ են ստեղծում որոշ արաբական երկրների համար։ Գիտեք, Սաուդյան Արաբիայի հետ չափազանց լարված են նրանց հարաբերությունները, ռազմական գործողություններ են մեկ-մեկ ընթանում հրթիռների տեսքով, հրթիռային հարվածների տեսքով։ Նրանք երեք հայտարարել էին, որ ծովային շրջափակման մեջ են վերցնում Սաուդյան Արաբիան, այսօր մենք ունենք այնպիսի տեղեկություն, որ հութիները պատրաստվում են պատերազմի ընդդեմ Իրանի։ New York Times-ն այս մասին մեզ տեղեկացնում եւ հաջորդ տեղեկությունը նույն թեմայից է, որ արաբական կոալիցիան պատրաստվում է պաշտպանել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շատ ավելի կարևոր նեղուց է, նույնիսկ ես այդպես եմ կարծում, ամենայն դեպս կան Հորմուզի նեղուցը։ Եվ Իրանը պայմանավորվել էր հութիների հետ, որ երբ որ պետք լինի մեզ, դուք պետք է փակեք Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որտեղից որ ավելի շատ կարևոր նավարկություն է տեղի ունենում։ Եթե Հորմուզի նեղուցը մասամբ փակ է եւ ելք չունի դեպի ուրիշ ծովեր, ապա Բաբ էլ-Մանդեբի նեղուցով կարող ես օրինակի համար Հնդկաստանից հետո միջերկրական ծովով անցնել եւ գնալ Միացյալ Նահանգներ։ Այսինքն շատ մեծ ճանապարհ է կտրում, որպեսզի մեծ եւ երկար օվկիանոսով միանգամից չանցնես։ Եվ փաստացի դրանով էր սպառնում Իրանը եւ հիմա հութիները կարող է անցնեն գործի եւ փորձեն փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Դրա համար արաբական կոալիցիան հայտարարում է, որ իրենք պատրաստվում են պաշտպանել տվյալ նեղուցը, եթե հութիները անցնեն կոնկրետ գործողությունների։ Տեսնում եք, թե ինչքան մեծ է դառնում այս պատերազմը Մերձավոր Արևելքում կսված պատերազմը, որը որ կրկնեմ, իր ինտենսիվությամբ դեռևս չի հասել նախորդ 40 օրյա պատերազմին, որը որ տեղի ունեցավ Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, բայց այս պատերազմը շատ ավելի հստակ սպառնում է ավելի մեծ եւ ավելի լայնածավալ դառնալ, եթե այդ միջնորդությունը, որի մասին հիմա խոսում են, 10 օրվա հրադադարի միջնորդությունը չաշխատի։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք Ուկրաինային։ Ինչպես արդեն նշեցի, Ուկրաինայից այսօր շատ տեղեկություններ չկան։ Ուկրաինան հայտնել է, որ կրկին Սևծովում կարողացել է խոցել 7 մեծ նավ, ռուսական մեծ նավ, որոնցից որ 3-ը տանկեր են եղել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է եւ տեսանյութ է միացրել, որ իրենք էլ խոցել են ուկրաինական 3 նավ։ Այսինքն պատերազմը շատ ավելի ակտիվ տեղափոխվել է ծովի վրա, բայց բնականաբար Ռուսաստանը շատ ավելի մեծ անհամեմատ մեծ կորուստներ է կրում ծովի վրա։
Նրանց բացի տեղեկություն կա, որ Ռուսաստանը գիշերը գրոհել է Սումիի վրա եւ այդ հարվածի հետևանքով կան վիրավորներ։ Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի, երեք ես շատ արագ եւ օպերատիվ կերպով ցես տեղեկացրի այդ մասին։ Էնդի Բյորներն է, նոր վարչապետը, Փաշինյանը արդեն շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին եւ ամենակարևոր քաղաքական հայտարարություններից մեկը այն է, որ ինքը նույնպես աջակցելու է Ուկրաինային, ասել է, որ ես 100%-ով աջակցում եմ Զելենսկիին եւ մեր քաղաքականությունը չի փոխվի, ինչպես որ Ստարմերն էր աջակցում, ես նույնպես շարունակելու եմ աջակցել Ուկրաինային։ Ուկրաինայի մասով ընդհանրապես կարող ենք ավելացնել, որ բավականին խառն է իրենց մոտ Գենշտաբի պաշտպանության նախարարության եւ նախագահի այդ ընդհանուր վեճը Սիրսկին հայտարարությամբ է հանդես եկել, գլխավոր շտաբի ղեկավարը փորձում է արդարանալ, մի խոսքով մեծ փոփոխություններ սպասվում են ուկրաինական բանակում, բայց հուսանք, որ այդ փոփոխությունները վատ իմաստով ճակատագրական չեն դառնա Ուկրաինայի համար, քանի որ հատկապես վերջին շրջանում հետաքրքիր հաջողություններ է գրանցել Ուկրաինան։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։